ուզում ենք սահմանել օր, երբ որ ԿՊԱ-կանը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի Հայաստանի պաշտպանության համար, հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԱ-կանի շիրիմի առաջ եւ այսպես շարունակ։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու հարցի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն այդպես էլ համաձայնության չեկան։ Որքան էլ որ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր չքաղաքականացնել եւ գոնե այս հարցում կոնսենսուսի հասնել, ընդդիմությունը անընդունելի համարեց օրվա ընտրությունը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանելը ճիշտ չի համարում։ Դաշնակցական Մինասյանի համոզմամբ այդ կերպ իշխանությունը թիրախավորում է բանակի օրը հունվարի 28-ը։ Այնուամենայնիվ ենթատեքստը այսօրը որոշելու թիրախն է հայոց բանակի։ Երբ որ նույնիսկ սկզբնական տեքստում, նաև հիմա էլ զոհ բառը փորձում է զուգակցվել բանակի հետ։ Երկրորդը ավելի շատ սա նմանվեց եւ այս ընթացքն է ցույց տվեց, որ ավելի շատ PR ակցիա է։ Ես իրոք ախր չեմ հասկանում, ասում եք թիրախը բանակն է։ Ինչով է թիրախը բանակ։ Պարոն Մինասյան, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների գերակշիռ մեծամասնությունը հայրենիքի պաշտպանության համար զոհվել է բանակում։ Ակնհայտ է, չէ՞ այդ կապը։ PR ակցիան ես իրոք չեմ հասկանում, ի՞նչն է PR ակցիա։ Ի՞նչն է PR ակցիա։ Այսքան զոհեր ենք ունեցել, վերջապես խաղությունը հաստատվել, վերջապես շունչ քաշելու ժամանակ ունենք ու ես կարծում եմ, որ դա ամենաքիչն է, ինչ կարող ենք անել նման օր սահմանելը մեր զոհերի հիշատակը հարգելու համար, այդքան բան։ Դաշնակցական падգամավորը կարծում է, որ իշխանությանը ոչինչ չէր խանգարում ի վերջո ընդդիմության հետ համաձայնությամբ ընտրել հիշատակի օրը։ Մինասյանը հիշեցրեց, որ մինչև երկրորդ ընթերցման քննարկումը Ռուբինյանն առաջարկել էր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանել Խաչվերած տոնին հաջորդող օրը, ինչը ընդունելի է եղել ընդդիմության համար։ Սակայն իշխող ՔՊ-ն հետո դեմ է արտահայտվել այդ առաջարկին եւ միակամ հիշատակի օր սահմանել հունվարի 27-ը։ Կա ընդամենը մի խմբի կողմից պարտադրանք։ Հետևաբար մեր խմբակցությունը այս վարքագծին դեմ է քվեարկել։ Ոչ թե հիշատակման։ Փոխոսնակ Ռուբինյանը բացատրեց, իշխանությունը ընտրել է հիշատակի այնպիսի օր, որը կապված չէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, իսկ Խաչվերած տոնին հաջորդող օրվան ԿՊ-ն դեմ է եղել, որովհետև այդ օրը շարժական է եւ հետո Խաչվերածին հաջորդող մեռելոցի օրը հիշատակի օր է բոլոր ննջեցյալների համար, ոչ կոնկրետ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։ Ինձ դուր է գալիս ինչպես է պարոն Գեգամ Նազարյանը դա ձևակերպում, որ առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը։ Պետությունը չի հիշում այդ երեխեքին, իրանց այդ տարածը չի հիշում։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժման ժամանակ իշխանասարում զոհված 19-ամյա Վալոդիա Աբրահամյանի մայրը դեմ չէ, որ հունվարի 27-ը սահմանվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Խնդիրն ըստ Որթեկորույս մոր այն է, որ 2022-ի սեպտեմբերի 13-ի իշխանասարի մարտերի մասին ոչ ոք չի խոսում։ Այդ օրը իրենց զոհված երեխաների անունները չեն հիշում։ Տիկին Նազիկի խոսքով տպավորություն է, թե մարդիկ տեղյակել չեն, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո էլ հարյուրավոր տղաներ են զոհվել Հայաստանի սահմանները պաշտպանելիս։ 2022-ի սեպտեմբերի 13-ից 14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել էր մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով այդ օրերին Բաքվի վերահսկողության տակ է անցել Հայաստանի 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 200-ից ավելի զոհ ունեցավ։ 22 թվականի սեպտեմբերի 13-ին այն տղան զոհվել հենց իշխանասարի բարձունքում իր 29 ընկերների հետ, իրանք այդտեղ են եղել, հենց Հայաստանի սահմանն են պաշտպանել, Հայաստանի ամենակարևոր բարձունքն են պաշտպանել։ Ուղղակի երբ որ երեխեքին նորմալ չեն հիշում, իրենց անունները անգամ չեն ասում, ես չգիտեմ ինչն է պատճառը, որ իրենք չեն հիշում։ Ինչի այդ երեխեք չէ։ Անգամ պատերազմ բառը չեն ասում, երբ որ այդ երեխեքը 2 օր պատերազմ են տվել, մինչև իրանց վերջի շունչը։ Չգիտեմ ոնց ասեմ, ճիշտ է, էլի ինչ որ չափով ոնց որ ես լավ եմ զգում ինձ, որ այդ օրն են ուզում հիշել երեխեքին, բայց դե չգիտեմ, ցավ ես ապրում, որ ոնց որ քո երախուն չեն էլ հիշում էլի։ Իշխանասարի մարտերում զոհված 19-ամյա զինվորի մայրն ասում է, որ ոչ միայն իր եւ մյուս տղաների պատմությունը չի հիշվում, այլև առ այսօր ծնողներին որևէ բացատրություն չի տրվել, թե ինչու են 29 երիտասարդ տղաներ միայնակ մնացել հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ, ինչու նրանց այդպես էլ որևէ մեկը օգնության չի հասել։
Գոնե իմանանք էլի ինչի համար են մեր երեխեքին մենակ թողել։ Այդ ամբողջ բարձունքում, ամբողջ այն ամենափաստորեն իրանց համար ամենակարևոր բարձունքում ինչի են երեխեքին մենակ թողել։ Իրանք երեխեքը եղել են 29 հոգի, իսկ իրանց մոտ եղել են 700 հոգի թշնամիները։ Իշխանությունը կարծում է, որ անհրաժեշտ է ունենալ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, հաշվի առնելով ոչ միայն վերջին տարիների ռազմական իրադարձություններն ու դրանց ընթացքում մեծաքանակ զոհերի առկայությունը, այլև հաստատված խաղաղությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով 3833 զոհ է ունեցել։ Դրան հաջորդած 2021-22 թվականների ադրբեջանական հարձակումների հետևանքով հարյուրավոր զոհեր։ Զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ եւ բարեկեցիկ ապրելն է։ Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը նրան նման օր սահմանելու վերաբերյալ։ Խորհրդանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ը արդեն կլինի ոչ աշխատանքային օր։ Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես։